Ասեք, որ այս տորթը հրաշք է, ես այն միշտ ասոցացնում եմ նոր տարվա հետ։ Եթե ամանորյա սեղան, ուրեմն պարտադիր պետք է լինի կոճղ տորթ, իսկ թե որքան հեշտ է պատրաստելը, դուք ուղղակի չեք պատկերացնում։ Սենյակային ջերմաստիճանի ձուն հարում ենք այնքան, մինչ կսպիտակի, քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազ և հարում ենք մոտ 10 րոպե։ Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի ջուր և վանիլին։ Կրկին հարում ենք, իսկ հետո հերթը 4 բաղադրիչներինն է։ Սոդան և ալյուրը անցկացնում ենք մաղով, սիլիկոնե կամ փայտե գդալի օգնությամբ խառնում ենք նույն ուղղությամբ, զգուշորեն ու դանդաղ։ Երբ զանգվածը դառնա միասեռ, յուղաթղթի վրա տարածում ենք և ուղարկում ջեռոց 15-ից 17 րոպեով։ Նույն կերպ պատրաստում ենք ևս 2 շերտ, այսինքն ընդհանուր ունենալու ենք 3 շերտ։ Շերտերը թխվելուց հետո փաթաթում ենք խոնավ սրբիչով և դնում ենք մի կողմ։ Պատրաստում ենք կրեմը։ Սենյակային ջերմաստիճանի կարագը և վանիլինը հարում ենք, ավելացնում ենք եփված խթացրած կաթը։ Կրեմը բաժանում ենք 4 հավասար մասի։ 3 մասը տարածելու ենք շերտերի վրա, իսկ 4-րդ մասի վրա ավելացնելու ենք կակաո և պատելու ենք արտաքին շերտը։ Շերտերի վրա քսում ենք կրեմը, շաղ ենք տալիս մանրացրած ընկույզ և բաժանում ենք 2 հավասար մասի։ Հավաքում ենք տորտը այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Փաթաթում ենք սննդային թաղանթով և ուղարկում ենք մի քանի ժամով սառնարան։ Կրեմի այն մասը, որի մեջ ավելացրել էինք կակաո և գույնը ավելի մուգ էր, պատում ենք արտաքին շերտը, պատառաքաղի օգնությամբ տալիս ենք կոճղի տեսք և զարդարում ենք ըստ ցանկության։ Ստացվում է շատ փափուկ կառամելային համով տորտ։ Անպայման պատրաստեք և զարմացրեք ձեր հյուրերին։ Բարի ախորժակ։